Թեև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն ջանում է ապացուցել, որ գաղտնալսումները, որոնք հրապարակում է Ուժեղ Հայաստանի վերաբերյալ քաղաքական չեն, բայց Ժողովուրդ օրաթերթին տեղեկություններ ասան, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել։ Ընդդիմադիրներին լսելով հասել են Սյունիքի վարչական շրջանների գործող ղեկավարներին։ Մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ իրականացվող քրեական բարույթով բացահայտվել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Մասնավորապես պաշտոնապես հաղորդվեց, որ կոմիտեն եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպման վերջինիս մերձավոր շրջապատի անձիկ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտ գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։ Բացի այդ, նույն անձիկ փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական բարույթ, ձերբակալվել են մի շարք անձիկ, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Ավելին, նախաքննական մարմինը նաև հրապարակել էր ձայնագրություն։ Մնացած դերակատարների մասին ոչինչ հայտնի չէ պաշտոնապես։ Միայն ձայնագրության մեջ ակնարկ կար Շաղատի վարչական շրջանի ղեկավարի մասին, որին իրավապահները Սյունիքից բերման են ենթարկել ու բերել Երևան։ Պարոն Թորոսյան, ձեզ ինչու էին տարել։ Ուրեմն կապ չունեմ, չգիտեմ թե սոցիալությունը թե այդպես եղել։ Վիճակ ունեք հիմա ներկապահին։ Նորմալ սովորական բեմովին բացանցողն եկել եմ։ Հա, վկայի կարգավիճակ ունեք, վկա եք, մեղադրյալ եք, ինչ եք։ Չէ, վկայի կարգավիճակ եմ ունեցել, են հասկացան, որ ես կապ չունեմ այդ պսիխոլոգիաների հետ։ Իսկ ես դեռ կարող եմ եկել խոսենք, ոչ չեն գալու մի խոսենք անտանան։ Դե փաստացի այսօր ստացվում է, ով խոսում է, գալիս են հետևից ու տարօրինակն այն էր, որ Ուժեղ Հայաստանը ընտրակաշառքի գործով Ուժեղ Հայաստանի թիմակից ու ԿՊԱ-ական համայնքի ղեկավարն է։ Դուք ԿՊԱ-ական եք, չէ՞։ Եք ԿՊ-ին, այսինքն, բայց հարում եք ԿՊ-ին։ Դեռ կողմնորոշում չունեմ, խնդրեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք, դեռ հետաքրքրող հարցեր տվեք։ Ինչ կապ ունեն Սիսիան խոշորացված համայնքի Աշոտավան, Սառնակունք եւ Շաղատ վարչական շրջանների ղեկավարները Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների կաշառքի գործի հետ։ Այս հարցերի պատասխանը Ժողովուրդ օրաթերթը փորձեց ստանալ համայնքի ղեկավարներից։ Աշոտավանի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բեկլարյանը անմիջապես հերքեց լուրը, թե իրենք կանչել են հակակոռուպցիոն կոմիտե եւ հրաժարվեց հարցերի պատասխանել։ Բարև ձեզ, պարոն Բեկլարյան։ Բարև։ Ձեր ձերբակալության հետ կապված էի ձեզ անհանգստացնում, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձեզ չէր ձերբակալվել վերջերս կապած։ Ոչ։ Վստահ եք, հա, ձեզ տարել են, բերել են Երևան, ասում են քրեական բարույթի շրջանակներում ձայնագրությունի հետ կապած։ Ոչ։ Չի եղել նման բան։ Ոչ։ Զանգահարեցինք նաև Շաղատի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Խաչատյանին, ով հաստատեց տեղեկությունները, որ իսկապես տարել են հակակոռուպցիոն կոմիտե, բայց վստահեցրեց, որ կապ չունի դեպքի հետ։ Տեսեք ինչ եմ ասում, ինձ տարել են, այո, ինձ ասել են բան չհրապարակվի հանկարծ, ես գործով վկա եմ ու վերջ, հակիրճ ասաց գյուղապետը։ Պարոն Խաչատյան, ճիշտն ասած, օրերս որ ձեզ հակակոռուպցիոն էին տալի, ինչ քրեական գործի հետ կապված, որովհետև այնտեղ հակակոռուպցիոնը որ ձայնագրություն էր հրապարակե, ասում էին ակնարկներ կա ձեր մասին, ինչ լավություն անելու հետ կապված, ու դրա համար ձեզ հակակոռուպցիոն են տարել։ Բերման էին եկել։ Ինչ ընտրակաշառքի Ուժեղ Հայաստանի հետ ինչ կապ ունեիք, էլի որ բան էին արել, բերման էին ենթարկել։ Կապ չունեմ, ինչ կապ ունեմ։ Իսկ այդ ձայնագրության մեջ ակնարկ կար, որ դուք կաք, էլի ձեզ էին ակնարկում ինչ որ լավության մասին։ Ինչ լավության մասին։ Որևէ լավություն դուք արել եք երբևէ, որ ձեր անունը տվել են։ Ում լավություն անեմ։ Չգիտեմ, այնտեղ ասում են դե այնքան բան արած կա, ես միգուցե սենց բառացի չեմ այս պահին մեջ բերում, ասում են։ Բերեք, տեսեք ինչ եմ ասում, ինձ նույնը ասել են, որ ուշի բան չէր ապարակվել, բերեք, սկանով ավարտենք ուրս։
Դուք որևէ կարգավիճակ ունեք, մեղադրյալ եք, վկա եք այս պահին։ Ես վկա все։ Ընդամենը վկա եք։ Իսկ Սառնակունքի վարչական շրջանի ղեկավար Արսեն Թորոսյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը իր անունն է շիշապվել ինչ որ խոսակցությունների մեջ։ Դրա համար են տարել։ Ընդհանրապես ուժեղ Հայաստանի հետ կապ չունի, վկայի կարգավիճակ ունի։ Մեր ճշտող հարցին ինքը ԿՊ անդամ է, թե ոչ, վերջինս հայտնեց, որ անկուսակցական է, բայց աշխատում է գյուղապետ։ Ես կողմնորոշում չունեմ, հորդորում եմ քաղաքական հարցեր չտակ։ Ես իմ մասնակցությունը կատարելու եմ, ես կիմանամ, թե ում եմ կատարելու, ամփոփեց գյուղապետը։ Այսպիսով շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել։ Ընդդիմադիրներին գաղտնալսել են եւ պարզվել է, որ ԿՊ-ի օրոք գյուղապետ աշխատողներն են տեսադաշտում հայտնվել։ Կաշառքի քրեական վարույթով Սառնակունքի, Աշոտավանի, Շաղատի գյուղապետերին բերման են ենթարկել հակակոռուպցիոն կոմիտե, բայց այս մասին պաշտոնական աղբյուրները լռում են։